Պարոն Դավթյան, Իրանի դեմ հարձակումից հետո այս օրերին մշտապես խոսում ենք էներգետիկ ճգնաժամի մասին, Հայաստանի հետ կապված խնդիրներ, հնարավոր խնդիրների մասին։ Մինչ Հայաստանն անդրադառնալը, ինչ խնդիրներ է տնտեսապես ստեղծել այս պատերազմը եւ ինչ խնդիրներ դեռ կստեղծի առաջիկայում։ Ակնհայտ է, որ այն գործընթացները, որոնք այսօր ծավալվում են մերձավոր արևելքում, իրենց ուղիղ ազդեցություն են ունենալու եւ արդեն ունեն միջազգային էներգետիկ համակարգի վրա։ Այստեղ եթե մենք փորձենք սեգմենտավորել միջազգային էներգետիկ համակարգը, ապա թերևս սկսենք նավթային շուկայից, որը այս պահի դրությամբ բավականին ճգնաժամային միտումներ է դրսևորում։ Այսօր արդեն նավթի գինը մոտենում է $83, ուրեմն բարելի դիմաց Brent տեսակի, ինչը իհարկե վերջին 4-5 տարվա ընթացքում թերևս ամենաբարձր ցուցանիշն էր եւ սա վկայում է այն մասին, որ եթե այս միտումը շարունակվի, իսկ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ այս միտումը շարունակական բնույթ է ունենալու, ապա դինամիկայի պահպանման պարագայում ակնհայտ է, որ մեկ շաբաթվա ընթացքում մենք կարող ենք հասնել մինչև $100 ցուցանիշի, ինչը իր հերթին կարող է հանգեցնել արդեն որոշ գործընթացների, որոնք կբերեն տնտեսական ռեցեսիայի, հատկապես այն տարածաշրջաններում, որոնք առավել քան կախված են մերձավոր արևելքից։ Եվ այստեղ խոսքը գնում է ոչ միայն արևմուտքի մասին, օրինակ նույն Եվրոպական միության մասին, որը կախված է մերձավոր արևելքից իրականացող մատակարարումներից, այլ նաև ասիական տնտեսությունների մասին խոսքը այստեղ կարող է գնալ եւ Չինաստանի, եւ Հնդկաստանի, եւ Ճապոնիայի, եւ Հարավային Կորեայի մասին եւ այլն։ Սա առաջինը։ Երկրորդ, եթե դիտարկենք հարցը գազային եւ գազատրանսպորտային հաղորդակցությունների տեսանկյունից, ապա միտումները եւս առավել քան բացասական են։ Երեկվա դրությամբ Եվրոպայում արդեն գազի գինը հասել էր $700, ինչը եւս բավականին ճգնաժամային ցուցանիշ է եւ հաշվի առնելով Եվրոպայում ընթացող ապաինդուստրիալիզացման գործընթացները, սա ել ավելի մեծ հարված է հասնելու եվրոպական տնտեսությանը, սրա մասին արդեն եվրոպացի որոշ դիվանագետներ եւ վերլուծաբաններ բաց խոսում են։ Այս ամենի հիմքում իհարկե ընկած է մի քանի պատճառ, առաջինը եւ գլխավոր իհարկե դա Հորմուզի նեղուցի պարալիզացումն է, որով ինչպես գիտենք անցնում է համաշխարհային նավթի պահանջարկի շուրջ 20%-ը եւ հեղուկացված գազի մոտ 30-35%-ը։ Եվ այստեղ առանցքային խաղացող է հատկապես գազատրանսպորտային ոլորտում հանդիսանում Քաթարը, որը աշխարհում զիջում է միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին հեղուկացված գազի արտադրության եւ արտահանման ծավալներով։ Գիտենք, որ 2 օր առաջ Քաթարը որոշում կայացրեց դադարեցնել հեղուկացված գազի արտադրությունը իրանական դրոնների այդ անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո, սա ստեղծում է որոշակի պակասորդ համաշխարհային շուկայում եւ իհարկե տրամաբանական է, որ հանգեցնում է կտրուկ գնաճի։ Ինչպես այսքան երկարատև եթե շարունակվի, որ երկրների համար կամ որ տարածքների համար կարող է լայն առումով մեծ խնդիր լինել։ Ես արդեն ասացի եվրոպական տնտեսության մասին, եթե մի փոքր զարգացնեմ միտքս, ապա իհարկե Եվրոպական միության էներգետիկ քաղաքականությունը հատկապես 2022 թվականին ծավալված ուկրաինական ճգնաժամից ի վեր խարսխված է առավելապես հեղուկացված գազի տերմինալների կառուցման վրա, դա մենք տեսնում ենք եւ Գերմանիայում եւ տեսնում ենք Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում, այսինքն ստեղծվել է մի իրավիճակ, որում եվրոպական տնտեսություն եւ էներգետիկ համակարգը առավել քան կախված է մերձավոր արևելքից եւ մասնավորապես Կատարից մատակարարվող հեղուկացված գազից։ Եվ Կատարից մատակարարումների դադարեցումը իհարկե ստեղծում է ճգնաժամային միտումներ Եվրոպայում։ Ինչպես Եվրոպան կարող է հաղթահարել այս խնդիրները։ Ինչքան կարող է հաղթահարել, ինչքան ժամանակ։ Տեսեք, կրկին Եվրոպան ունի հեղուկացված գազի արտադրություն։ Ճիշտ է, հետևաբար պետք է փնտրի նոր ուղիներ գազի ներկրման եւ իհարկե այս ստեղծված իրավիճակից առավել քան էֆեկտիվորեն փորձում են օգտվել Միացյալ Նահանգները, որոնք հեղուկացված գազի առանցքային խաղացողներն են միջազգային շուկայում եւ ամենևին էլ պատահական չէ, որ այս օրերին մենք տեսնում ենք, թե ինչպես ամերիկյան գազային ընկերությունները օգտվելով ստեղծված կոնյունկտուրայից շատ դինամիկորեն եւ արագորեն անգամ կրկնակի գին վճարելով հատուկ այդ լցանավերի գազի տեղափոխման համար, հատուկ լցանավերի ֆրախտի համար, այսինքն եթե ժամանակին վճարում էին $100,000 օրինակ դոլար մեկ նավի համար, այժմ վճարում են $200,000 եւ մի բաներ ավել, միայն թե եվրոպական շուկայում արագ դիրքավորում ապահովելու համար։ Սա ամբողջությամբ տեղավորվում է Միացյալ Նահանգների էներգետիկ քաղաքականության մեջ, որի հիմքերը մենք պետք է
փնտրենք Դոնալդ Թրամփի առաջին նախագահության տարիների ընթացքում հայտարարված Միացյալ Նահանգների էներգետիկ դոմինանտության ոսկե դարաշրջանի կոնցեպտի մեջ, համաձայն որի Միացյալ Նահանգները պետք է դինամիկորեն մասնավորապես հեղուկացված գազ, ինչպես նաև թերթաքարային նավթ արտահանել դեպի արտաքին շուկաներ եւ դիրքավորվել որպես առանցքային խաղացող։ Այսինքն մեծ հաշվով Միացյալ Նահանգները տնտեսապես, այսինքն իր գերակայությունը հաստատել նույնիսկ այս իրավիճակը Բնականաբար եւ սա ամենևին էլ նոր քաղաքականություն չէ, պարզապես հիմա ստեղծվում է բավականին հարմար կոնֆիգուրացիա, որում Միացյալ Նահանգները կամրապնդվեն եվրոպական շուկայում։ Եվ բնականաբար եվրոպացիները հաշվի առնելով, որ գները բարձրանում են, Միացյալ Նահանգները փորձում են ամրապնդվել շուկայում էլ ավելի բարձր գին առաջարկելով, ստիպված են գնալ դիվերսիֆիկացման ճանապարհով եւ փնտրել նոր ուղիներ, որոնք կարող են լինել այդ ուղիները։ Տեսեք, քանի որ Ռուսաստանի հետ արկա է քաղաքական բավականին լուրջ, հա, արճակատում պետք է սահմանվեն որոշ անուղղակի ճանապարհներ եւ այստեղ է որ ի հայտ է գալիս թուրքական գործոնը ամենևին էլ պատահական չէ որ 3 առավոտյան Մոսկվան Անկարային պաշտոնապես նախազգուշացրեց 2 առանցքային գազամուղերի, մասնավորապես թուրքական հոսքի եւ երկնագույն հոսքերի նկատմամբ պատրաստվող դիվերսիայի մասին։ Ինչու, որովհետև ստեղծված իրավիճակում, եթե էապես կրճատվում է գազի մատակարարումը Իրանից դեպի Թուրքիա, իսկ Իրանը դեպի Թուրքիա տարեկան արտահանում է 7-ից 8 միլիարդ խորանարդ բնական գազ, Թավրիզ Անկարա գազամուղով, ապա ուրեմն Թուրքիան կարող է ավելացնել այդ 2 վերոնշյալ գազամուղերով, որոնք ռուսական նախագծեր են, որոնք անցնում են Սև ծովի հատակով, ավելացնել Ռուսաստանից բնական գազի ներկրումը եւ վերաարտահանել եվրոպական շուկա։ Սա շատ քաջ գիտակցում են արևմուտքում, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այս գազատրանսպորտային հակամարտության շրջանակներում, այո, Ռուսաստանը տեսնում է որոշակի ռիսկեր այդ ենթակառուցվածքների համար, դիտարկելով դրանք որպես հնարավոր ռազմական կամ այսպես դիվերսիոն թիրախներ։ Եվ հաջորդ այսպես փուլը որ ասեցիք Հաջորդը գնանք ուրեմն դեպի Չինաստան։ Չինաստանը գիտենք, որ ուրեմն ներկրվող նավթի շուրջ 10-ից 13%-ը ուրեմն ապահովում է հենց իրանական ուղղությամբ։ Մենք գիտենք, որ Իրանի համար չինական ուղղությունը առանցքային է եւ Իրանից արտահանվող նավթի շուրջ 80%-ը գնում է դեպի Չինաստան։ Այստեղ կարճաժամկետ կտրվածքով Չինաստանը իհարկե չունի որևէ լուրջ ռիսկեր, հաշվի առնելով այն հսկայական ռեզերվուարները, որոնք տարիներ շարունակ Չինաստանը ձևավորել է, եւ գազի պահոստարանները եւ նավթի պահոստարանները, մենք գիտենք օրինակ, որ Չինաստանի նավթի ռեզերվները այս պահի դրությամբ կարող են բավարարել անխափան կերպով տնտեսության մատակարարումը 78 օրվա ընթացքում, սա բավականին այսպես երկարաժամկետ կտրվածք է, այսինքն 78 օրվա ընթացքում Չինաստանը կարող է որևէ բարել չներկրել արտաքին շուկաներից եւ գտնվել ինքնաբավության տիրույթում, սա իհարկե Չինաստանին ապահովում է որոշակի անվտանգություն, բայց իհարկե եթե այս միտումները շարունակվում են, ապա Իրանից մատակարարումների դադարեցումը դեպի Չինաստան եւս ստեղծում է նույն Միացյալ Նահանգների համար որոշակի զսպման մեխանիզմներ Չինաստանի նկատմամբ, որ ինչպես գիտենք հանդիսանում է Միացյալ Նահանգների համար մեկ գեոտնտեսական առնվազն առևտրային մրցակից է, այնպես որ Միացյալ Նահանգները ստեղծելով այս բավականին բարդ էսկալացիոն իրավիճակը մերձավոր արևելքում միաժամանակ լուծում են մի քանի գեոտնտեսական խնդիր, քաղաքականից զատ, այո, դիրքավորվում են շատ ակտիվորեն եվրոպական շուկայում եւ շարունակում են այնտեղ իրականացնել էներգետիկ եւ ավելի լայն իմաստով գեոտնտեսական էքսպանսիան, դա ես կանվանեի տնտեսական գաղութականացում Եվրոպայի, եւ մյուս կողմից ձեռք են բերում զսպող մեխանիզմներ կամ լծակներ էապես սահմանափակելու ասիական տնտեսական աճը, որտեղ եւս Միացյալ Նահանգները իհարկե տեսնում են որոշակի ռիսկեր սեփական տնտեսական առաջխաղացման համար։ Բացի դրանից, եկեք այս ամբողջ գործընթացները փորձենք կապել նաեւ Վենեսուելայում տեղի 1 ամիս առաջ տեղի ունեցած զարգացումների հետ, փաստացի տնօրինելով վենեսուելական նավթային պաշարներ, իսկ Վենեսուելան գիտենք աշխարհի համար 1 երկիրն է ապացուցված նավթի պաշարներով, Միացյալ Նահանգները փորձում
են հանդես գալ որպես համաշխարհային նավթային քաղաքականության ամենակարևոր ճարտարապետ, իսկ ինչի համար է դա անհրաժեշտ, հատկապես բարձր գների պայմաններում։ Ավելի շատ նավթ արտահանելով Ամերիկայի Միացյալ Նահանգները հնարավորություն են ստեղծում ամրապնդել դոլարը։ Իսկ դոլարը Միացյալ Նահանգների առանցքային գեոքաղաքական գործիքն է, որ այսօր այդքան էլ լավ վիճակում չի գտնվում։ 2021-ից 25 թվական ընկած ժամանակահատվածում միջազգային համաշխարհային առևտրում դոլարի տեսակարար կշիռը 61%-ից իջել է մինչև 41%։ Ինդեքսը դոլարի շարունակում է նվազել։ Եվ այս ստեղծված իրավիճակում Միացյալ Նահանգները ստանալով հնարավորություն վերահսկելու հիմնական էներգետիկ հոսքերը, լոգիստիկ ուղիները, նաև հանդես գալով որպես կարևոր մատակարարար, ստեղծում են մի իրավիճակ, որում նրանք հնարավորություն են ստանում էապես ամրապնդելու դոլարը համաշխարհային տնտեսության մեջ։ Այսինքն առաջին հայացքից մենք տեսնում ենք պատերազմ որ իրենք փորձում են իրենց նպատակները ռազմավարական նպատակները լուծել, բայց իրականում ավելի շատ խորքային տնտեսական հարցեր են լուծում։ Տնտեսական շահերն ավելի գերակշռ են մեծ հաշվով։ Ես կարծում եմ դրանք զուգորդում են եւ փոխկապակցված են մեկը մյուսի հետ եւ սա առավել քան ակնհայտ է հաշվի առնելով Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը, նրա բոլոր արտաքին քաղաքական նպատակներում տնտեսական բաղադրիչի շատ հստակ ուրվագծումը, ես կարծում եմ, որ այո, սա այն ամեն ինչ տեղի ունենում Մերձավոր Արևելքում հետապնդում է շատ հեռահար գեոտնտեսական նպատակներ, պատահական չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող մի շարք ռազմավարական վերլուծական կենտրոններ, ստրատեգներ խոսում են նոր գեոտնտեսական աշխարհակարգի մասին, այսինքն նոր աշխարհակարգ, որի հիմքում ընկած է լինելու հենց գեոտնտեսական բաժանումը։ Ոչ թե գաղափարախոսական, քաղաքական, ինչպես դա սառը պատերազմի տարիներին էր, այլ բացառապես գեոտնտեսական շահերի տրամաբանության ներքո։ Եվ վերադառնանք մեր խնդիրներին։ Հայաստանի անմիջապես սահմաններին պատերազմ է ընթանում եւ մենք շատ հանդարտ ենք այս ամեն ինչին նայում Հայաստանի իշխանությունները, ասում են մեծ մոտ խաղաղություն է, խնդիրներ չկան, անհանգստություններ չկան։ Իրականում Հայաստան անհանգստանալու բան ունի, եթե մանավանդ այս պատերազմը երկար տևի։ Առաջինը, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները միշտ օրգանապես կապված են Հարավային Կովկասի հետ, առնվազն ազդեցությունը, եթե ոչ ուղղակիորեն, անուղղակիորեն լինելու է։ Սա առաջինը։ Երկրորդ, Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական, աշխարհաքաղաքական, գեոտնտեսական դիրքերի թուլացումը որևէ պարագայում չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, եւ այստեղ ես չեմ խոսում իրականում Հայաստանի իշխանությունների շահերի, այլ հենց Հայաստանի օրգանական շահերի մասին, հա։ Ինչի մասին է այստեղ խոսքը։ Տեսեք, մի քանի ուղղությամբ եկեք դիտարկենք հարցը։ Առաջինը՝ տրանսպորտային լոգիստիկ։ Եթե Իրանում այս էսկալա եւ Իրանի շուրջ այս էսկալացիան շարունակվում է, ապա պարալիզացվում է հյուսիս-հարավը, որը Հայաստանի համար ունի առանցքային նշանակություն։ Եվ մենք տեսնում ենք, որ իրականում հյուսիս-հարավ լոգիստիկան արդեն տուժում է, Բանդեր Աբբաս նավահանգստի ուղղությամբ բավականին լուրջ, ուրեմն հրթիռակոծումներ են իրականացված, նմանատիպ բարդ իրավիճակ է ստեղծված նաև ոչ պակաս կարևոր Չաբահար նավահանգստում, սրանք այն հանգույցներն են հյուսիս-հարավի, որոնք թույլ են տալիս ԱՄՆ-ից զատ նաև Հայաստանի Հանրապետությանը զենք ներկրել Հնդկաստանից, ինչի մասին բազմիցս խոսվել է, չէ՞։ Եվ եթե հարցը դիտարկում ենք այլ արդեն ոչ միայն տրանսպորտային լոգիստիկ, այլ նաև ռազմական հաղորդակցությունների տրամաբանության մեջ ակնհայտ է, որ այստեղ մենք բախվում ենք խնդիրների, չէ՞։ Հայաստանի առանցքային այսօր ամեն դեպքում հայտարարվող նպատակներից մեկն է ռազմական եւ ռազմատեխնիկական դիվերսիֆիկացումը, եւ դա արվում է Հնդկաստանի մասնակցությամբ։ Մենք գիտենք, որ արդեն մոտ 50% ներկրող զինատեսակների գալիս է հենց Հնդկաստանից, այդ զինատեսակների առյուծի բաժինը, եթե ոչ ամբողջությամբ, ուղղվում է Հայաստանի Հանրապետություն Մերձավոր Արևելքի ուղիներով եւ մասնավորապես Իրանի տրանսպորտային հանգույցներով։ Սա տրանսպորտային լոգիստիկ առումով։ Երրորդ, իհարկե, էներգետիկ համակարգը այստեղ մենք եւս պետք է հաշվի առնենք, որովհետեւ մենք ունենք էներգետիկ փոխգործակցություն, ենթակառուցվածքային կապեր Իրանի Իսլամական Հանրապետության հետ, խոսքը այստեղ գնում է եւ Իրան-Հայաստան գազամուղի մասին, որով մենք ճիշտ է տարեկան ներկրում ենք բավականին համեստ ծավալով բնական գազ 300-350 միլիոն խորանարդ մետր, բայց պետք է հաշվի առնենք, որ այդ փոխգործակցությունը տեղի ունենում գազ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային տրամաբանության մեջ, եւ եթե Իրանը դադարեցնի կամ կտրուկ նվազեցնի այդ արտահանումը դեպի Հայաստանի Հանրապետություն, այո, մեր գազատրանսպորտային համակարգին վտանգ չի սպառնում, բայց
կտրուկ նվազելու է նաև Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը։ Իսկ սա բավականին լուրջ խնդիր է մեր էլեկտրաէներգետիկ համակարգի համար, որը տարեկան մինչև 1 միլիարդ կիլովատժամ էլեկտրաէներգիա արտահանում Իրան, սա մեր համակարգի համար վստահեցնում եմ բավականին լուրջ ցուցանիշ է։ Եվ այո, կարող է ստեղծել մի իրավիճակ, որում Հայաստանը անգամ հետ էսկալացիոն փուլում կարող է կորցնել իր դիրքերը իրանական շուկայում։ Սա արդեն էներգետիկ անվտանգության խնդիր է Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է նավթի գներին, այս հարցը եւս բարբերաբար բարձրացվում է այս օրերին, թե որքանով նավթի գների բարձրացումը կարող է անդրադառնալ նավթամթերքի վրա, ուղիղ ազդեցություն չի ունենա, որովհետեւ Հայաստանը ունի նավթավերամշակման համալիր, բայց երկարաժամկետ կտրվածքով իհարկե որոշակի կոռեկցիաների, այսպես ասած, կենցարկվեն նավթամթերքների գները, ինչու եմ ես կարծում, որ միջնաժամկետ կտրվածքով այս խնդիրը չի սպառնում, որովհետև մենք գիտենք, որ նավթամթերքի շուկայական վերջնական գնի կառուցվածքում նավթի գինը այնտեղ բավականին ցածր տոկոս է զբաղեցնում, հիմնականում գինը ձևավորվում է ակցիզային վարկերից եւ այլ բաղադրիչների, հարկերից եւ այլ բաղադրիչներից։ Մեծ հաշվով ամփոփելով կարող եմ ասել, որ այո, կա եւս մեկ կարևոր ռիսկային գործոն, որը մենք պետք է հաշվի առնենք եւ սրա մասին եւս մեկ անգամ չէ որ խոսվել է, դա իհարկե այն հնարավոր միգրացիոն հոսքերն են, որոնք կարող են լինել Հայաստանի Հանրապետության ուղղությամբ եւ կարծում եմ, որ Երևանը այսօր անկախ ստեղծված ներքաղաքական իրավիճակից պետք է որպես առաջնահերթություն դիտարկի սթրես սցենարների մշակում հնարավոր ռիսկերից խուսափելու կամ նրանց մինիմիզացնելու նպատակով։ Պարոն Դավթյան, եթե դիտարկենք մի այսպիսի սցենար, իրավիճակ այնպես զարգանա, որ Իրանի դերակատարումը բավական թուլանա տարածաշրջանում եւ տնտեսապես, քաղաքականապես որոշիչ դերակատարություն չունենա, ինչ կարող է սպասվել Հայաստանի մասով։ Մենք գիտենք լոգիստիկ առումով ինչ խնդիրներ թրիփի հետ կապված հիմա քննարկումներ կան։ Լոգիստիկ խնդիրը այստեղ շատ հստակ է։ Եթե այդ վերանշյալ սցենարը հանկարծ կյանքի կոչվի եւ Իրանը իսկապես զիջի ռազմավարական դիրքերը տարածաշրջանում եւ Մերձավոր Արևելքում եւ Հարավային Կովկասում, ապա թրիփը, որը նույն պարզապես այլ կերպ եւ այլ բրենդավորված, Զանգեզուրյան միջանցքն է, անխուսափելիորեն կյանքի կկոչվի եւ այսօր, եթե Իրանը հանդիսանում է այն սակավաթիվ զսպող գործոններից, որը խանգարում է այդ ռազմավարության իրականացմանը, ապա ստեղծված իրավիճակում իհարկե որևէ խնդիր այդ նախագծի շահառուների համար այլևս չի լինի։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ կստեղծվի մեծ հաշվով անխափան հաղորդակցություն Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, ինչպես նաեւ Թուրքիայի հետ, այստեղ չենք մոռանում նաեւ քրդական գործոնի ակտիվացման մասին, չէ, որը այս օրերին հատկապես մեծ ուրեմն ազդեցություն է սկսում ձեռք բերել հակամարտության շրջանակներում եւ ստեղծված կոնֆիգուրացիայում ես չեմ բացառում, ավելի շուտ գրեթե վստահ եմ, որ թրիփը նպաստելու է Նախիջևանի ռազմականացմանը, այնտեղ ռազմական բազաների ձևավորմանը, այլ կերպ ասած, դա կձևավորի մի սուր, որ ուղղված է լինելու հենց Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Հաստատի ստեղծվում է մի իրավիճակ, որում Հայաստանով անցնող հաղորդակցությունը ակամայից վերածվում է ռազմական թիրախի, լեգիտիմ թիրախի Իրանի Իսլամական Հանրապետության համար, ահա այսպիսի իմ կարծիքով իրատեսական սցենար մենք պետք է հաշվի առնենք Իրանի ռազմավարական դիրքերի թուլացման պարագայում։